Ավագ դպրոցները արդյունավետ չեն, մարդկանց ավելի շատ տրամադրում են, որ չսովորեն, կրթության հանդեպ այդ հետաքրքրությունը կորցնում է։ Հա, համաձայն եմ դրա հետ։ Համաձայն եմ։ Ավագ դպրոցը ոչ մի բան չի տալիս երեխաներին։ Իմ շրջապատից ելնելով եմ ասում, էլի տեսնում եմ։ Ես ուսուցիչ եմ, բայց հիմնական դպրոցից, մոտ են գալիս ավագ դպրոցից աշակերտներ։ Ես ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ, 46 տարվա ստաժ ունեմ։ Այո, ավագ դպրոցի աշակերտների հետ պարապում եմ եւ դիմորդների նույնպես։ Ինչու են այս կառույցը չի աշխատում, լավ չի աշխատում, ո՞րն է։ Շատ բարի։ Ես ասեմ, որ ի սկզբանե էլ, երբ որ լսեցինք առաջի անգամ, ես դեմ չեմ ուսուցիչներին ավագ դպրոցի, շատ կուզեի, որ ճիշտ հասկանան, ոչ մեկի դեմ չեմ, իմ գոլեգաներն են, ես բոլորին հարգում եմ, պարզապես այդ ավագ դպրոց ասած այդ 2 տարին, ինձ թվում է անարդյունավետ է, պետք է երեխան դպրոց կա 7 տարեկան եւ ավարտի 10-ամյա դպրոցը։ Պարապել եք կրկնուսույցի մոտ։ Հա։ Այդպես եք ընդունվել համալսարանը։ Հա, մի տարի պարապել եմ։ Շատ։ Պահանջարկ ունեցող է։ Հա, հոգեբան եմ ապագա։ Ոչ, ես ինքս հիմնականում սովորել եմ ավագ դպրոցի տված գիտելիքներով ու ինձ լրիվ բավարար է եղել։ Միայն քննությունների ժամանակա, որ պետք է լինում նյութը կրկնել նորից, միայն այդ ժամանակա, որ կրկնուսույցը իսկապես օգնում է էլի։ Ավագ դպրոցում սովորել եք։ Այո, Գոհ եք ավագ դպրոցից։ այո։ Պարապել եք լրացուցիչ, թե ավագ դպրոցի գիտելիքներով եք ընդունվել։ Հավելյալ երկուսն էլ։ Ինից եմ ճիշտ ասած դուրս եկել։ Կրկնուսույցի մոտ պարապել եք համալսարան ընդունվելու համար։ Չէ, Բա ինչպես եք ընդունվել։ Երևանու համար եմ ճիշտ ասած պարապել։ Ես իմ ուժերով։ Չէ, մերը միասնական է եղել։ Իսկ կրկնուսույցի մոտ պարապել եք։ Չէ։ Բա ինչպես եք համալսարան ընդունվել։ Մեր սովորելով Դպրոցի գիտելիքներով։ Գոհ եք ձեր մասնագիտությունից, պահանջարկ ունեցող մասնագիտություն։ Դե առաջին հերթին մենք սիրելով ենք ընտրել, օրինակ sense պահանջարկին առանց նայելով, հենց պատմությունը ինքներս մտածելով, որ պատմություն սովորելը առաջին հերթին մեր համար է լավ, մեր երկիրը զարգացնելու։ Ես ռուսերեն եմ, միայնակ եմ պարապել, մենակով եմ պարապել, իսկ հայոց լեզուն դասախոսի մոտ։ Արման Թաթոյանն առաջարկում է, ասում է եկեք առանձնացնենք այն մասնագիտությունները, որոնց պահանջարկը կա, այսպես կոչված պետության ռազմավարական ծրագրերից մեկը լինի, ֆինանսավորենք, թող մարդիկ գնան հենց այդ մասնագիտությունը սովորեն, ինչ կասեք, լավ գաղափար է։ Այո, ճիշտը դա է, որովհետև նախկինում էլ է այդպես եղել սովետի տարիներին։ Ամեն դեպքում հաշվի են առել տնտեսության պահանջարկը, տնտեսության մեջ ինչ մասնագետներ են անհրաժեշտ եւ շեշտը դրվում էր դրա վրա։ Հա, համաձայն եմ, ճիշտ առաջարկ է։ Շատ լավ է։ Մասնակցեք այդ ծրագրին։ Հա, Հա, ինձ թվում է շատ լավ գաղափար է, որովհետև մեծ մասը հնարավորություն չի ունենում սովորելու, որովհետև հենց ֆինանսական խնդիրներ է ունենում։ Դրա համար ինձ թվում է շատ լավ միտք է։ Ինձ թվում է մյուս մասնագիտություններն էլ այժմ շատ ավելի տարածված է ու հիմա այդ մասնագիտություններով կարողանում են արագ սովորեն, այսինքն եթե բուհում ենք սովորում ենք 4 եւ ավելի տարիներ, տենց ավելի կարճ ժամանակում կարողանում են մասնագիտություն ունենալ։ Հա, իհարկե համամիտ ենք, որովհետև շատ աշխատատեղեր կան, որ թափուր են, ու իհարկե հարկը կա, ու լավ բան է մտածված հաստատ։ Да, мне кажется, это очень хорошая идея, потому что не у всех есть возможность оплачивать обучение, но при этом я знаю очень много ребят одаренных, действительно одаренных, но у них, к сожалению, то есть просто не было возможности учиться в том же МГУ, где я сейчас учусь. Это один из самых престижных университетов России, например. И вот если бы, допустим, было больше бюджетных мест или были бы спонсоры, которые могли бы обеспечить им бесплатное обучение, это было бы очень хорошо. Им կարծիքով այո։ Այո։ կարծում եմ շատ լավ գաղափար է։ Իհարկե, բա մեզ արհեստն էլ է պետք։ Լավ կոշկակարն էլ է, վարպետ ինքն էլ է, այդ մասնագիտությունն էլ է պետք։ Բնական է։ Ով ասեց, որ բոլորը պիտի գնան բուհ ավարտեն։ Ով ասեց։ Բայց հիմա այնպես է դարել, որ չէ, բոլորը ձգտում են։ Բարձրագույն ստանալ չեն էլ նայում իրենց մտավոր կարողություն են։ Գուցե ես որպես սովետական կրթություն ստացած մարդ եմ ասում, ես կողմ եմ չգիտեմ 10-ամյա կրթությանը, գուցե ինձ հետ չեն համաձայնի,
Ինչ ասել։ Ինչով կպայմանավորեք այդ ձգտումը, ասում եք, որ բոլորը ձգտում են բուհ ավարտեն, ինչու։ Բայց այդպես է, չէ, դուք էլ գիտեք։ Եվ շատերին, ասեմ ձեզ, այդ դիպլոմը պետք էլ չի գալիս կյանքում։ Ուղղակի ինքը ասում է, ես ավարտել եմ բուհ։ Եվ նույնիսկ կարող է չաշխատի էլ իր մասնագիտությամբ։ Այ գիտեք որ այդպես է, ես ոչ մի նոր բան ձեզ չասացի, պարզապես ինքը հետ չի մնում մյուսներից, ես էլ պիտի դիպլոմ ունենալ, կարող է մարդը ունենալ մինիմում 2 դիպլոմ, ասենք թե եւ լինել շատ տգետ։